Միրզոյանը նայեց Երևանյան եվրոպական գագաթնաժողովին եւ ինչ որ կերպ ոչինչ իրար չի բռնում։ Ասում է. Եվրոպան եկել է Ռուսաստանին նյարդայնացնելու եւ Հայաստանը նոր ճակատ դարձնելու համար։ Մաքուր պատմություն է, զրո փաստաթուղթ։ Պաշտոնական օրակարգը ասում է. ժողովրդավարական դիմադրունակություն, կապեր, տնտեսական անվտանգություն եւ էներգետիկ անվտանգություն։ ԵՄ Հայաստան հայտարարությունը խոսում է տրանսպորտի, էներգետիկայի, թվային համագործակցության եւ ինքնիշխանության մասին։ Նշվում է նաեւ 270 միլիոն եվրոյի RIZO-ի Resilience and Growth Plan-ը եւ Global Gateway-ի շրջանակում մինչեւ 2.5 միլիարդ եվրոյի ներդրումները։ Կապերի գործընկերությունը նշում է այն բաները, որոնցով երկիր են կառուցում. տրանսպորտային միջանցքներ, էներգետիկ ցանցեր, թվային կապեր եւ տարածաշրջանային կայունություն։ Բայց դա չափազանց կոնկրետ է դատարկ քննադատության համար։ Եթե Հայաստանը խոսում է էներգետիկ դիվերսիֆիկացիայի մասին, ասում են հակառուսական է։ Եթե Հայաստանը քննարկում է տրանսպորտային ուղիներ, ասում են արևմտյան դավադրություն է։ Եթե Երևանը հյուրընկալում է եվրոպացի առաջնորդներին, ասում են նոր ճակատ է։ Ոչինչ իրար չի բռնում։ Սա անհարմարություն է այն Հայաստանից, որը խոսում է իր անունից, գագաթնաժողով է ընդունում իր մայրաքաղաքում, փաստաթղթեր է ստորագրում իր անունով եւ գործընկերություններ է ընտրում իր հաշվարկով։